Օր 4-րդ Հայաստան համահայկական հիմնադրամը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում այսօր բացեց 14 տների դռները։ Սիրելի արցախցիներ, այս պահին տեղի է ունենում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում կառուցված տների բացման հանդիսավոր արարողությունը։ Հուսանք բոլոր բնակիչները կաշխատեն, կարողեն եւ կմեծացնեն իրենց Հայաստանի Հանրապետությունը։ Բարի վայելում տների մեր շահառուներին եւ հիմնադրամն էլ կփորձի շարունակել այս ուղին եւ աջակից լինել բոլոր նրանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ականատեսը եղանք բացմանը 14 տների, նախորդ շաբաթ իրականացրել էինք վիճակահանությունը եւ էմոցիոնալ այդ իրավիճակին եւս ականատես էինք եղել եւ այսօր արդեն բնակիչները հնարավորություն են տեղափոխվելու եւ բնակվելու իրենց տներում։ Այն բերկրանքը, որ երևում էր իրենց աչքերում, իհարկե աննկարագրելի անփոխանցելի է, նաեւ համայնքն է զարգանում եւ կարեւորությունը ծրագրի կրկնապատկվում է, քանի որ ոչ միայն մեր արցախցիներն են ունենում հնարավորություն բնակարանի, այլև համայնքը հզորանում է, նոր բնակիչներ է ունենում եւ զարգացման հնարավորություն է ունենում, քանի որ այն նաեւ սահմանամերձ է, ել ավելի մեծ է նշանակությունը։ Ծրագիրը ֆինանսավորվել է մեր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի կողմից, իսկ մանկապարտեզը կոնկրետ Լուիզա Բլովերս Հովսեփյանի կտակի համաձայն է եղել եւ հիշատակ նրան է կառուցված։ Պարոն Արաքելյան, որ խնդրեմ կասեք, եկաք շրջայց կատարեցիք եւ տների մասով, ինչ կասեք, թե պրոյեկտի մասով եւ թե թաղամասի։ Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել հայկական համայնքական հիմնադրամին եւ իր բարերարներին այսպիսի գեղեցիկ օրը մեզ համար տոն դարձնելու։ Տների մասով խոսքերն արդեն ավելորդ են, ինչպես բնակիչների կարծիքն եմ ասում։ Շատ հիանալի պրոյեկտ է, շատ հիանալի տներ են, շատ հարմարավետ, այնպես որ ոչ մի խնդիր չկա տների հետ կապված։ Պետք է նշենք, որ համայնքը զարգանում է նախ եւ կարեւոր, եւ երկրորդ ամենամեծ կարեւոր նպատակը, որ իրականացում մեր բռնի տեղանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր եղբայրներ եւ քուրդները կապահովենք բնակարանով, որը շատ գովելի է եւ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի համայնքական հիմնադրամի տնօրինության գլխավորությամբ։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քայլով, յուրաքանչյուր օր իրենց աջակցել եւ ցանկացած հարցում մենք բաց ենք քննարկումների համար մարզպետի գլխավորությամբ։ Այս պահին մենք գտնվում ենք Շահառուներից Ղազարյանների ընտանիքում, մենք խոսում ենք մեծ դստեր Գալիայի հետ, ով անձամբ է զանգահարել եւ խնդրել, որպեսզի իրենց տանիք տրամադրենք։ Ծրագրի մասին տեղեկացել եմ մեր համագյուղացի Մարենի համայնքում բնակվող ծանոթի միջոցով, նրանք պետքա տեղափոխվեին այստեղ, 1 տարուց ավել է հետաքրքրված էի, ինչ պայմաններով մենք արդյոք կարող ենք գրանցվել թե ոչ, եւ մի անգամ ստացվեց այնպես, որ համարձակություն ձեռք բերեցի ու զանգեցի, այդպես ստացվեց գրանցվելը, բայց հույսս շատ փոքր էր, գիտեի, կստացվի թե ոչ։ Ձեր սենյակը ընտրել եք, թե ոչ։ Հա, ամենայն հավանականությամբ այո, երևի կլինի այս մեր սենյակը, աղջիկների սենյակը։ Հիմա արդեն երբ տուն ունեք, ձեր ապագան եք, չէ՞, մտածում արդեն ինչպես տեսել եք հասկանում եք, որ այստեղ ապրելու եք, որտեղ եք աշխատելու, ինքնիշխանությունը շարունակելու։ Փորձենք տեղ գտնել, որպեսզի աշխատենք մեր մասնագիտություններով։ Ստեղի շենքն էր, որ մեր մասը պիտի մուզայի գտախոս սարքան մանկապարտեզը եւ մեր հատկությունը մնացածն էլ ուրիշ տեղից բարերարներ, որ փող թողան համահայկական, որոշանք ստեղ տուներ սարքին Արցախի մարդկանց համար։ Վերջապես իրանք հիմա տուն տեղ կունենան։ Իմ սեփականն արդեն ամենակարևոր, իմ անկյունը կունենամ, արդեն ինչ էլ ուզեմ կանեմ անեմ, առաջ գցեմ, մի բան սրտով անեմ։ Ասում եմ, մամա տուն իմս է, չէ, պստիկ ինքն է։ Ասում եմ, բա ոնց քունն է։ Թաղամասը կունենա նաև մանկապարտեզ եւ յուրաքանչյուր տան տանիքին տեղադրվել են ջրատաքացուցիչներ։ Շատ շնորհակալ ենք հիմնադրամից եւ մանավանդ Լուիզայից,
որ եթե տեսներ ես ամենը, ասելու էր Երանի ավելի շատ թողազինեի։ Այդ կարող եմ ասեմ, գույնավոր էր, ամեն շատ գեղեցիկ էր, արքիտեկչերը, ամեն ինչը շատ հաջող էր։ Իհարկե նկարները տեսել էի Բրնեստուն, բայց երբ որ տեսնում ես ուրիշ բան ես զգում։ Չափից հուզիչ էր։ Տեսնելը միջև առանց երեխաների, առանց ժողովրդի այդ նույնը չէր։ Հիմա որ եկել ենք բոլոր շահառուներին տեսնում ենք իրանց տների մեջ, երեխաներին, մանկապարտեզի մեջ վազվզում են, ուղղակի հուզիչ տեսարանը, շատ։ 25 տարի է որ այս գործերն անում ենք։ Ամեն անգամ մի հատ մեզ սենց գեղեցիկ մի բան տեսնում եմ, ես ասում եմ, ის ամենագեղեցիկն է եւ ամենալավը, բայց որ շենքը տեսնում ես գեղեցիկ է, բայց որ երեխաները մեջն են, շատ ավել գեղեցիկ է։ Լուիզան շատ ուզում էր օգնել տարբեր կազմակերպությունների։ Բայց մենք քիչ ջանացանք, որ ավելի շուտ օգնի մեր երկրին եւ հաջողեցինք։